Ողջունում եմ ձեզ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով։ Приветствую всех вас во имя Иисуса Христа. Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնեմ։ Я очень рад видеть всех вас. Գիտեք, բայց կա մեկը, Но есть тот, որ ինձանից ավելի ուրախ է։ который больше радуется, чем я. Էդի Տեր Հիսուս Քրիստոսն է։ Это Иисус Христос. Ինքը ամեն կիրակի մեծ ուրախությամբ եւ սպասումներով սպասում է մեզ։ Он каждое воскресенье с большой радостью ждет нас, Որտեւ ինքը մեզի սիրում է։ потому что Он любит нас. Նույնիսկ երբ որ գիտես մեղք ես գործում, Даже когда ты грешишь, ինքը շարունակում է քեզի սիրել։ Он продолжает любить тебя. Ուղղակի քեզ պետքա վեր կենաս, Тебе только нужно, чтобы ты встал ապաշխարես и покаялся, եւ շարունակես գնալ դեպի Տերը։ и продолжал ходить за Ним. Գիտեք ինչպես անառակ որդու մասին է գրված։ Знаете, как написано о блудном сыне? Ասում է ինքը ուշքի եկավ Он прозрел եւ ասեց. «Էս որտեղ եմ, ես ինչ եմ անում»։ и сказал: я где нахожусь и что я делаю? Գնամ իմ հոր մոտ, Пойду к отцу моему, գնամ իր մոտ ապաշխարեմ пойду к нему и покаюсь, եւ իմ հայրը սիրող հայր է ինձ կընդունի։ и мой отец, любящий отец, он примет меня. Թեկուզ ինչպես որդի չընդունի, Даже если он не примет меня как ես сына, համաձայն եմ ծառայի։ я готов служить ему. Ուղղակի ծառա լինեմ, իր տան մեջ լինեմ։ Просто быть рабом для него в его доме. Գլխավորը իմ հոր հետ լինեմ, իր տան մեջ լինեմ։ Главное, чтобы я был с ним и в его доме. Այդ նույն խոսքերը Դավիթ Թագավորը ասեց։ И те же самые слова сказал царь Давид. Ինքը ասեց. «Մի բան եմ փափագում, Он сказал: одну я желаю, Աստծո տան մեջ լինեմ будь в доме Господа. եւ նրա գեղեցկությունը ասма փափագեմ»։ Այսօր ես ուզում եմ խոսամ հարազատներս Я сегодня хочу поговорить с вами, мои родные, Մորենու մասին։ о терновом кусте. Այսօր իմ խոսքը այդպես էլ կոչվում է Մորենի։ Сегодняшнее мое слово называется так: терновый куст. Գիտեք, ես մի շաբաթ ու կեսվա ընթացքում Знаете, я 1,5 недели բոլորովին ուրիշ աչքով նայեցի Մորենուն։ совершенно другими глазами посмотрел на терновый куст. Ուղղակի Սուրբ Հոգին ինձ առաջնորդեց այդ ուղղությամբ Дух Святой меня направил по этой теме, ու ես սկսեցի խորհեմ Մորենու մասին։ и я начал думать о терновом кусте. Գիտեք, Մորենին Աստված ի սկզբից չի ստեղծել։ Знаете, терновый куст изначально Бог не создал. Մենք առաջի անգամ հանդիպում ենք Մորենու մասին Мы в первый раз встречаем его Ծննդոց գրքի 3-րդ գլխի 18-րդ խոսքում։ в Бытие 3 глава 18 стих. Ու իր ստեղծագործությունը այդ Մորենու հայտնվելը И его создание, то есть его проявление, հայտնվում է մարդու մեղանչելու ժամանակ։ проявляется после грехопадения. Եվ եթե մենք բացենք Ծննդոց գրքի 3-րդ գլխի 18-րդ խոսքում, И если мы откроем Бытие 3 глава 18 стих, այստեղ գրված է. «Եվ նա փուշ ու տատասկ բուսանե քեզ համար եւ դաշտի խոտը ուտես»։ терни и волчцы произрастит она тебе, и будешь питаться полевою травою. Տրագեդիա մարդկության մեջ։ То есть свершилась трагедия в человечестве. Մարդը ընկավ մեղքի մեջ Человек впал в грех, եւ ընկավ անեծքի մեջ։ и он впал в проклятие. Եվ Աստված ասեց. «Քանի որ դու ընկար մեղքի մեջ, И Бог сказал: пока ты впал в грех, քեզ այս հողը այլ օրնություն չի լինի։ эта земля тебе не будет благословением. Ինքը քեզ փուշ ու տատար կտալու»։ Он тебе будет тернии и волчцы произрастит. Առաջի անգամ մենք տեսնում ենք, որ այստեղ ասում է ինքը հողը քեզի այդ փուշն է տալու։ Первый раз мы видим, что земля тебе даст тернии и волчцы. Եվ եթե շարունակենք այդ Մորենու մասին կարդանք, И если мы продолжим читать про терновый куст, մենք կտեսնենք, որ դա միշտ խորհրդանշում է մեղքի հետ։ то мы увидим, что оно обозначает грех, Սիմվոլիզирует։ символизирует. Միշտ խորհրդանշում է մեղքի հետ, չգիտես ինչի։
Не знаем почему, он символизирует с грехом. Մենք կասկածում ենք ինչի համար։ Мы начинаем сомневаться, почему. Երկրորդ Հագավորաց 23-րդ գլխի 6-ից 7-ը, եթե կարդանք, Второе царствие, 23 глава, 6-7 стих. այստեղ Աստված ասում է այսպես. Здесь Бог говорит следующее. Իսկ բոլոր անօրենները դուրս գցած փուշի պես են, որը ձեռքով չեն բռնիլ, եւ նրանց դիպչող մարդը թող զինվորների երկաթով եւ նիզակի փայտով եւ վառած կրակով պիտի վառվի նույն տեղը։ А нечестивые будут, как выброшенная терния, которые не берут рукою, но кто касается его, вооружается железом или деревом копья, и огнем сожигают его на месте. Մենք ամեն տեղ տեսնում ենք բացասական, Мы везде видим отрицательное, որ մորենու մասին բացասական է խոսվում։ что везде говорится о терновом кусте как отрицательное. Նույնիսկ Հիսուսը երբ որ եկավ, Даже Иисус, когда пришел, ու եթե հիշում եք ինքը առակը պատմեց Աստծո արքայության համար, и когда он рассказал притчу о Царстве Небесном, ինքը ասեց, որ Աստծո արքայությունը նման է, он сказал, что Царство Небесное похоже, որ սերմնացանը հելավ ու սերմերը ծրեց։ что сеятель вышел и начал сеять семена. Եվ ասում եմ մի քանի սերմ ընկան փշերի մեջ, И некоторые упали в тернии, եւ փշերը աճեցին ու խեղդեցին այդ սերմը։ что терния выросла и подавила их, Եվ ասում եմ նրանք անպտուղ մնացին։ и они остались без плодов. Նույնիսկ այստեղ Հիսուսը մորենին օգտագործում է բացասական ձևով։ Даже здесь Иисус его употребляет как отрицательное. Գիտեք, երբ որ ես մտածում եմ մորենու մասին, Знаете, когда я думаю о терновом кусте, ես հիշեցի իմ կյանքը, я вспомнил мою жизнь, որ ես այդ մորենու պես եմ եղել, что я был как терновый куст, որ ի սկզբից բացասական եմ եղել, что изначально я был отрицательным человеком. որ ես այդ փուշի պես էի, Я себя вел как терновый куст, որ մարդիկ չեն կարա ինձ մոտիկանային։ что люди не могли подойти ко мне. Բացի իմ հարազատներից ոչ մեկին պես չէի։ Кроме моих родных, никто не был как я. Ի նույնիսկ շատ հարազատների համար ես պետք չէի։ И даже для некоторых родственников я не нужен был. Այսօր երեխաներ կան, որ իրանց մայրերին պետք չեն։ Сейчас даже есть дети, которые не нужны для своих матерей, Իրանց հորը պետք չեն։ для своих отцов. Իրանք անեծքի մեջ։ То есть они в проклятии. Ու ես այդպես անեծքի մեջ անիծված։ И я был таким проклятым в проклятии Ու քայլում է ինչպես այդ մորենին, и шел как этот терновый куст, ոչ մեկին պիտանի, никому не нужный. բայց փառք Տեր Հիսուս Քրիստոսին, Но слава моему Иисусу Христу, որ Աստված կարող է ճակատագրել փոխել, что Он может поменять судьбы, որ ինքը կարող վերցնի այդ մորենին, այդ փուշը։ что Он может взять этот терновый куст. Գիտեք ինչպես Աստծո խոսքն ասում է, բացի փայտից եւ երկաթով թող էտրան չկպնեն։ Слово Господа говорится, что кроме железа и деревом копья ничем не прикасаться. Ասում է վառեք հենց այնտեղ, որ ինքը կա։ Зажгите его там, где он находится. Մորենի վերջը կրակն է։ То есть конец тернового куста – это огонь. Պատիժի կրակը, То есть огонь греха. պատիժի կրակն է։ Наказание։ Огонь наказания. Բայց կա ուրիշ կրակ, հարազատներս, Но есть другой огонь, мои родные, որ գալիս է մեր կյանքի մեջ։ который приходит в нашу жизнь. Եվ մեզ այդպես փշոտ եւ անիծյալ Что нас таких терновых и проклятых փոխում է։ меняет. Աստվածաշնչում մի դրվագ կա։ В Библии есть одно местописание. Ելից գրքի 3-րդ գլուխը։ Исход 3 глава. Առաջի խոսքից 5-րդ խոսքը կարդամ։ С 1 по 5 стих. Եվ Մովսեսը Մադայամի քուրմի իր աներոջ հոթորի հոտը արարծեցնում էր եւ հոտը անապատի ետևը քշելով Աստծո քոբեբ սարը եկավ
Եվ Տերը տիրոջ հրեշտակը կրակի բոցով երևեցավ նրա մորենու միջից եւ նա տեսավ որ ահա մորենին կրակով վառվում է բայց մորենին չի սպառվում եւ Մովսես ասեց մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարան է թե ինչու համար մորենին չի այրվում եւ Տերը ասաց եւ Տերը տեսավ որ նա դարձավ տեսնելու եւ Աստված մորենու միջից կանչեց նրան եւ ասեց Մովսես, Մովսես եւ նա ասեց ահա ես եւ ասեց այստեղին մի մոտենար կոշիկները թանիր ոտքերիցդ որովհետեւ այստեղը որի վրա դու կանգնել ես սուրբ երկիր է Моисей пас овец у Иоафата, тестя своего, священника Мадиамского. Однажды провел он стадо далеко в пустыню и пришел к горе Божьей Хариву. И явился ему ангел Господень, пламени огня из среды тернового куста. И увидел он, что терновый куст горит огнем, но куст не сгорает. Моисей сказал: «Пойду и посмотрю на сие великое явление. Отчего куст не сгорает?» Господь увидел, что он идет смотреть, и воззвал к нему Бог из среды куста и сказал: «Моисей, Моисей!» Он сказал: «Вот я». И сказал Бог: «Не подходи сюда, сними обувь твою с ног твоих, ибо место, на котором ты стоишь, есть земля святая». Մովսեսը առաջ անգամ տեսավ իր կյանքի մեջ, որ մորենին վառվում է, բայց չի այրվում։ Моисей впервые в своей жизни увидел, что терновый куст горит, но не сгорает. Ինքը միշտ տեսարանը տեսել է, որ մորենին վառում են, կտրում են, փշրում են, գցում են։ Он всегда видел, как терновый куст срубали, бросали и сжигали. Բայց ոսմ այս մեծ տեսարանը, Но он говорит, это большое видение. էս ինչ է կատարվում։ Что случилось? Առաջ անգամ ես տեսնում եմ, որ մորենին վառվում է ու չի այրվում։ Впервые я вижу, что терновый куст горит, но не сгорает. Հարազատս ինչքան էլ ուզում ես դու փչացած լինես։ Родной мой, насколько бы ты был испорчен, Ինչքան էլ դու փշոտ լինես։ насколько бы ты не был терновым, Ինչքան էլ դու անեծքի մեջ լինես։ насколько бы ты не был проклят, Կա Տիրոջ կրակը, есть огонь Господа, որը կարա քեզ օգտագործի։ который может тебя использовать. Այն կրակը, որ քո մեջ պիտի վառվի։ Тот огонь, который должен гореть внутри Գիտեք այդ тебя. անեծքը, որ մենք կարդացինք, որ անեծք էր, А знаете, то проклятие, которое мы прочитали, что является проклятием, ասում է Տերը խոսեց մորենու միջից։ говорит, что Господь говорит через терновый куст. Աստված կարա քո շուրթերով խոսի։ Бог может поговорить с твоими устами. Ինչքան էլ ուզում ես դու մտածես, որ դու անիծյալ ես։ Сколько бы ты ни думал, что ты проклят, Ինչքան էլ ուզում ես մտածես, որ դու ոչ մեկին պիտանի չես։ сколько бы ты ни думал, что ты никому не нужен, Աստծուն ես պիտանի։ ты нужен Богу. Եվ Տերը կարա քեզ օգտագործի։ И Бог может тебя использовать. Մովսեսը դա շատ լավ էր հասկանում։ Моисей очень прекрасно Ու это այստեղ понимал. Տերը խոսած իր հետ։ И здесь Бог поговорил с ним. Ասեց գնա, Сказал: иди, Մովսես գնա։ Моисей, иди. Մովսես ասեց ես ոնց գնամ, ես ոչ խոսալ գիտեմ, ես մարդ եմ սպանել։ Моисей сказал: я говорить не умею, и убил человека. Ես այդ մարդասպանության համար փախ եկել եմ այս անապատ։ Я из-за того, что убил человека, убежал и пришел в пустыню. Դու նորից ինձ վերադարձնում ես։ Ты снова отправляешь меня назад. Մովսես դու այսօր մի տեսարան տեսար։ Моисей, ты сегодня увидел видение, Մի մեծ տեսարան, очень большое видение, որ ես կարողացա այս մորենին օգտագործեմ։ что я смог использовать этот терновый куст. Ես քեզ կարող եմ օգտագործել։ Также я могу использовать тебя. Ինչպես ես մորենու միջից խոսեցի, Как я поговорил через терновый куст, ես քո շուրթերով կխոսամ։ я также буду говорить через твои уста. Վայ Աստված ջան, Ой, Господи, 6 դասարանի կրթություն ունեմ։ имею всего лишь 6 классов образования, Ընդրակեսն էլ փախել եմ դասերից։ и половина из них убежал с урока. Ընդհանրապես չեմ սովորել։ Вообще не учился. Երկու բառ չեմ կարող իրար կպցնեմ։ Не могу сложить двух слов. Հետո ինչ։ Ну и что? Աստված ասում է հետո ինչ։ Бог говорит: ну и что? Ես քեզ այդպես քեզ կօգտագործեմ։ Я буду использовать таким, каким ты есть. Գլխավորը նա չի ինչպես դու քեզ կարծում ես։ Не главное то, что
как ты думаешь о себе. Գլխավորը ինչպես է Աստված մտածում քո մասին։ А главное то, что как Бог представляет себе тебя. Նայիր քո կյանքին քեզ Տիրոջ աչքերով։ Смотри на себя глазами Бога. Տիրոջ աչքերով նայիր քեզ։ Смотри глазами Бога на себя. Ու երբ որ դու Տիրոջ աչքերով նայես, И когда ты посмотришь на себя с Божьими глазами, դուք տեսնես ինչպիսի թանկարժեքություն ես դու, ты увидишь, какой драгоценный ты, ինչպիսի գանձ ես դու։ какое сокровище ты. Կասես Հովիկ ջան, որտեղից գիտես։ Скажешь, пастор, откуда ты знаешь? Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ։ Знаете, я вам скажу одно. Եթե Հիսուս Քրիստոսը կարողանար, Если бы Иисус Христос смог, Աստված կարողանար, Бог смог, ամբողջ աշխարհի հարստությունը տար, все сокровища мира отдать, որպիսի մարդուն փրկեր, чтобы спасти человека, ինքը կտար։ он бы отдал. Չէր էթա մեռնի։ Не пошел бы на крест. Եթե ինքը կարողանար ամբողջ տեզերքը տար մարդու փրկության համար, ինքը կաներ դա։ Если бы он смог отдать всю вселенную за спасение человечества, он бы отдал. Բայց քո կյանքը ավելի թանկ էր, քան այդ տեզերքը։ Но твоя жизнь была более драгоценной, чем вся вселенная. Մի գին կար, որ կարար Աստված մուծեր քո փրկության համար։ Была всего лишь одна цена, чтобы спасти твою жизнь. Դա իր կյանքի գինն էր։ Это цена его жизни. Հիմա տեսնում ես ինչքան թանկ ես դու։ Теперь ты видишь, насколько драгоценный ты. Որ Աստված ինքը ոչ մի բան չկարողացավ տա քո փրկության համար, այլ միայն իրան տվեց։ Что Бог для твоего спасения не смог отдать все, а отдал свою жизнь. Ամբողջ տեզերքն էլ տար քիչ կլիներ։ Даже если бы он отдал всю вселенную, все равно бы было мало. Հայրեն ասած մի ճկուտը էլ չէր կարա առներ։ На армянском сказать, даже мизинец свой не смог покупить. Միայն կարողացավ իր կյանքով քեզի գնի։ Он только смог своей жизнью тебя искупить. Այդ համար Պետրոս Առաքյալը ասում է. И поэтому апостол Петр говорит о следующем. Թանկագին գնով է գնված։ Драгоценной ценою вы искуплены. Նրա թանկարժեք արյունով է գնված։ Драгоценной кровью вы искуплены. Եբրացիների 12-րդ 29-րդ խոսքում էսպես ասում. К Евреям 12 глава, 29 стих. Որովհետև մեր Աստվածը փչացնող կրակ է։ Потому что Бог наш есть огонь поедающий. Հայերենում բնագրում եմ նայե, այնտեղ փչացնող է գրած։ На армянском тоже я прочитал там портящий. Да, и в оригинале тоже. И в оригинале также. Փչացնող կրակ է։ То есть портящий огонь. Եթե ստեղի մի կրակ վառենք, Если мы сейчас зажгем здесь огонь, այս ինչ որ տեսնես ռեմոնտը լրիվ կփչանա, то все здесь испортится. որտեվ կրակը փչացնում է, Потому что огонь портит, բայց մորենին չէր փչանում։ но терновый куст не страдал. Այդպես էլ քեզ Աստված Աստծո կրակը չի փչացնի, И также тебе огонь Господа тебя не испортит. որովհետև դու այդ կրակի մեջ կլինես Աստծո ձեռքերի մեջ։ Потому что ты являешься Божьим пламенем в его руках. Գիտեք ում նա փչացնում, Знаете, кого он портит? փչացածներին։ Испорченных. Ով որ փչացած է, իրան էլ փչացնում է։ Кто испорчен, того и портит. Իսկ ով որ փչացած չի, А кто не испорчен, իր մեջ է։ в нем он. Աստծո կրակը իր մեջ է։ В нем Божье Այդ пламя. համար դրսի կրակը քեզ չի փչացնում։ И поэтому изнутри огонь тебя не портит. Այդ համար եղիր այդ մորենին, Поэтому будь как терновый куст, որ այդ կրակը միշտ վառվի քեզ վրա։ чтобы этот огонь всегда горел внутри тебя, Որպիսի Տիրոջ ձայնը քո մեջից խոսի, чтобы голос Бога исходил от тебя, թե առաջ պիտի պոկեին ու վառեին, ոչնչացնեին, чтобы, если раньше нужно было срубить и
испортить, այսօր այդ մորենու միջից Աստված խոսում էր իր ծառայի հետ։ а сегодня через терновый куст он говорил со слугой своей. Այդպես էլ թող Աստված քեզ օգտագործի, որ դու խոսես Աստծո ծառաների հետ։ Также пусть Господь использует тебя, чтобы ты разговаривал с служителями Господа, Որ Աստված քո մեջից խոսի։ чтобы Бог говорил через тебя. Ոչ թե այն հին մորենին խոսի, Чтобы не прошлое терновый куст говорил, այլ այդ նոր մորենին, որ վառվում եւ չի այրվում։ а новый, который горит, но не сгорает. Հարկ մեր Տիրոջը։ Слава нашему Господу. Եկեք ոտքի կանգնենք Встанем на ноги եւ աղոթքով գանք մեր Տիրոջ առջև։ и с молитвой придем к нашему Богу. Նշանակություն չունի, Не имеет разницы, ինչ անցյալ ես ունեցել։ какое прошлое ты имел. Նշանակություն չունի, Не имеет разницы, հենց այժմ ինչ իրավիճակ է քո կյանքում։ что сейчас творится с тобой. Ամենագլխավորը Самое главное, Տեր Հիսուս Քրիստոսն է, Иисус Христос, որ կարա այդ իրավիճակը փոխի, который может поменять все, քո անցյալը փոխի, твое прошлое, այն անցած կյանքի դառնություն տեղը քաղցրություն տա։ все горечь прошлой жизни перевести в сладкое. Ինչպես Մարգարեն է ասում, Как говорит пророк, ասում է լացի տեղը ուրախություն տվեցիր։ что вместо плача ты дал радость. Դամար եկեք աղոթքով գանք Տիրոջ առջև Давайте и с молитвой перейдем перед Богом եւ խնդրենք մեր Տիրոջը։ и попросим нашего Господа. Գուցե դու քեզ այսօր զգում ես ինչպես այդ մորենին։ Может, ты сегодня себя чувствуешь, как терновый куст. Աղոթքով գանք Տիրոջ առջև։ С молитвой прибудем к Господу. Թող այսօր այդ մորենի վրա Աստծո կրակը վառվի։ Пусть сегодня на терновый куст прибудет огонь Бога. Եվ թող այդ մորենու միջից Տերը խոսի։ И через терновый куст говорил нам с нами Бог, Իր ծառաների հետ։ со своими служителями. Ով Տեր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով։ Господи, во имя Иисуса Христа, Մենք գալիս ենք քո առջև мы приходим пред Тобою եւ շնորհակալություն ենք հայտնում, и благодарим Тебя, որ դու այդպիսի հրաշալի ես, что Ты такой прекрасный, որ դու այդպիսի քաղցր ես։ что Ты такой добрый. Մենք շնորհակալ ենք քեզանից, Мы благодарим Тебя, որ դու ինտեր հիները չես նայում, что Ты не смотришь на прошлое, որ հիներն անցան ամեն բան նոր է что прошлое ушло, старое ушло, и сейчас все новое. եւ նշանակություն չունի ինչ ճակատագիր ենք ունեցել։ И не имеет никакого значения, какую судьбу мы имели. Գլխավոր այսօր որ մենք քեզ ունենք Главное, что мы имеем Тебя сегодня. եւ մենք խնդրում ենք քեզ, И мы просим Тебя, որ քո կրակը վառվի մեր վրա, чтобы Твой огонь прибыл к нам, որ ինչպես մորենին էր վառվում եւ չեր փչանում։ как горел терновый куст, но не сгорал. Եվ դու խոսում ես այդ մորենու միջից։ И Ты говорил через него. Իմ Տեր Աստված այդպես էլ մեզ վրա քո կրակը թողա։ Господь, также пусть прибудет огонь Твой в нас. Եվ թող քո ձայնը մեր շուրթերից խոսի։ И чтобы Твой голос исходил из наших уст. Որ մենք քո ձայնը լինենք այս ժամանակի համար։ Чтобы мы были Твоим голосом для настоящего. Որպեսզի մենք քո ձայնը լինենք այս ժամանակի եւ այս քաղաքի համար։ Чтобы мы были в настоящее время Твоим голосом в этом городе. Որտեղ դու խոսես մեր շուրթերով։ Чтобы Ты говорил через наши уста. Իմ Տեր Հիսուս Քրիստոս։ Мой Бог. Եվ մարդիկ լսեն Տիրոջ ձայնը։ И чтобы люди слушали голос Бога. Ինչպես Հովանես Մկրտիչը, Как Иоанн Креститель. ինքը իր ժամանակի ձայնն էր։ Он являлся глазом своего времени. Այդպես էլ մեզ արա, Так же сделай и нас. որ մենք քո ձայնը լինենք այս ժամանակի Чтобы мы были глазом Твоим в это время. աղաղակող Кричащим. Հիսուս Քրիստոսի անունով։ Во имя Иисуса Христа. Ամեն։ Аминь. Ամեն։ Տերը օրհնի։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը։